Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգ, դրանք զարգացնելու փոխադարձ հետաքրքրություն, տնտեսական ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու պատրաստակամություն։ Վերնշվածներին հավատարիմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին ևս գործադրում է բոլոր ջանքերը։ Շուրջ մեկ տարի առաջ մեր երկրում էր Ղազախստանի նախագահը Ալեն Սիմոնյան-Կասիմ Ժոմարտ Տոկաև հանդիպմանը կարևորվեց խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը։ Ղազախստանի խորհրդարանի Մաժլիսի նախագահ Երլան Կոշանովի հրավերով մայիսի 12-ին Աստանա մեկնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյայի այցը Ղազախստան լուսաբանվեց տեղի պետական ու այլ հեռուստաընկերություններով։ Մանրամասն ներկայացվեցին հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Հայաստանը Հարավային Կովկասում որակվեց հուսալի գործընկեր։ Ալեն Սիմոնյան Մաջլիս դուրակացմին կիզեստը Երլան Կոշանով։ Հանդիպումների շարքը մեկնարկում է Մաժլիսից ջերմ ընդունելություն, փոխադարձ ողջույններ, երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում։ Մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ, ընդգծեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց դիտարկել երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը։ Խոսելով տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ղազախական կողմին մեր երկրի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագծին աջակցելու համար։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին։ Նշենք, որ Ազգային ժողովի նախագահը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջեց Ղազախստանի խորհրդարանի շենքում։ Պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ էր։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ Ազգային ժողովի նախագահը ողջունեց ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև աջակցությունն ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ։ Նախագահական նստավայրից Ղազախստանի խորհրդարանի սենատ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունում է նախագահ Մաուլեն Աշիմբաևը։ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում, արձանագրեց մեր երկրի խորհրդանի ղեկավարը։ Քննարկումների առանցքում են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը ներկայացրեց կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծն ու այդ համատեքստում կարևորեց տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Հանդիպմանն ընդգծվեց նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը ուղիղ կանոնավոր չվերթների հաստատմամբ։ Առանձնահատուկ ընդգծվեց Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ։ Խորհրդարանների ղեկավարները դիտարկեցին նաև թվայնացման ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Մաուլեն Աշիմբաևն անդրադարձավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին, ողջունեց այդ փաստն ու ընդգծեց, որ Ղազախստանը ևս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը։ Պաշտոնական հանդիպումներից հետո Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղավ Ղազախստանի ազգային թանգարանում, ապա միջդավանական եւ միջկրոնական երկխոսության միջազգային կենտրոնում ու ծանոթացավ գործնեությանը։ Աստանա տեխնոլոգիական կենտրոնում էլ Ազգային ժողովի նախագահին ներկայացվեցին այդ հարթակում մշակվող նորարարական լուծումները։ Մինչ Հայաստան վերադառնալը Ալեն Սիմոնյանն այցելեց քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի Ալժիր հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց 1930-ից 50 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին։ Նշենք, որ ըստ թանգարանի տվյալների բանտարկվածների թվում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ խոնարհեց նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին ու իր գրառումը թողեց թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Տեղեկացնենք, որ մայիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան։